Առավոտ լսոն շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, իսկ ես պատմեմ, թե ինչ թեմայի մասին է լինելու մեր հաջորդ հարցազրույցը, այսպես ասենք։ Մայիսի 14-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա առիթ երաժշտական նախագիծը, համաշխարհային շնորհանդես հայ-իտալական երաժշտական նորաստեղծ խմբի առաջին համերգը Երևանում բացառիկ կազմով։ Այս ամենի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, ներկայացնեմ սիրով մեր հյուրերին Թոլգա Դյուրինգ, գիտարահար Իտալիայից եւ Նիկա Բաբայան, կադանս երաժշտական կենտրոնի տնօրեն, բարև ձեզ, good morning։ Բարև ձեզ։ Բարի լույս, շնորհակալություն, որ առավոտը սկսում եք հենց մեզ հետ։ Եվ հետաքրքիր է, թե ինչպես ծնվեց առիթ նախագծի գաղափարը, այդտեղից սկսենք։ Գիտեք, լավ առիթ է պարզապես ինչ-որ թարմություն մտցնել, որովհետև ես կյանքից հոգնած, ես երաժշտական նախագծերից հոգնած մարդ եմ, ճիշտ է, շատ ակտիվ միշտ աշխատում եմ և որոշեցի, որ պետք է մի նոր բան, նոր շունչ բերել և շատ զուգադիպար ինձ առաջարկ եկավ Իտալիայից, որ գիտես ինչ կա մի շատ հետաքրքիր անսովոր խումբ, որը նվագում է Gypsy Jazz ու այնպիսի անուն ունի, որ արդեն ինձ համար շատ հոգեհարազատ է, կոչվում է Liber Django, ասեն Liber Tango-ից և Django Reinhardt, ամենամեծ ջազի աստղերից մեկը գիտարահար։ Եվ իրենք միացրել են այդ երկու հասկացողությունը, թե ոնց են միացրել, կտեսնեք համերգին և որոշեցի, որ լավ կլինի, քանի որ ես այդ ֆորմատի հետ աշխատել եմ, լավ կլինի ավելացնել երկու գործիք, որոնք ժամանակին տարիներ շարունակ աշխատեց Ասոր Պիացոլան և վերջապես շատ փնտրտուքներից հետո հասկացա, որ ամենահետաքրքիր համադրությունը գործիքները, այդ 5 գործիքներն են, որոնք են դրանք։ Դա ջութակն է, դաշնամուրը, կոնտրաբասը, ակորդեոնը և գիտարը։ Եվ 3 լարային, 2 ստեղնաշարային։ Այո, և այդ գործիքները տալիս են իսկապես նվագախմբի հնչողություն։ Եվ դրա համար դա արդեն կարելի ասել դասական մի ֆորմատ է, որը կոչվում է Piazzolla Size Orchestra։ Դա նշանակում է հենց այս 5 գործիքները։ Դրա համար դիմեցի շատ լավ դաշնակարին, որին դուք բոլորդ լավ ճանաչում եք, Կարեն Անանյանին, և հրավիրեցի ջութակահար Էրիկ Մանուկյանին, երկուսն է փայլուն երաժիշտներ են, և ասացի եկեք սենց մի հատ նոր նախագիծ եմ անում, տեսնենք ինչ կստացվի, ես դեռ չգիտեմ, պարզապես հույսով եմ, են ասում կյանքի փորձ է ցույց է տալիս ինտուիտիվ, որ պիտի հետաքրքիր լինի։ Նշենք, որ պարոն Դյուրինգը նոր է ժամանել Հայաստան և հետաքրքիր է հենց նրան հարցնել, թե ինչպես եղավ համագործակցության առաջարկը։ How was the proposal you got from my side regarding this project? How you have accepted it? I'm not sure that I understand the question. Anyway, how you accept our proposal to do this project? Do you like it? Oh, yeah. For us, it was great. Also because I mean we are used to travel with the group and play concerts, you know, wherever they invite us. But here the special thing is that we are going to play with 2 musicians from here, so we have some time to be here and meet people and work together, and yeah, that's yes, piti tartmane. But yeah, that's great. Okay, make some pauses because I have to translate. I'm sorry. Ասաց Տոլգան ասաց, որ իրեն շատ հետաքրքիր է, որտեղ իրենք բազմաթիվ համերգներ են։ Եթե տեսնեք ինչ ցանկ ունեն համերգների, ամբողջ աշխարհով պատտվել են, շատ մեծ հաջողություններ ունեն եւ ասում եմ, որ ստացանք այս առաջարկը երկու հայ երաժիշտների հետ անել են ինչ որ մենք շատ սիրում ենք, մենք հաճույքով միացանք այս նախագծին։ Եվ իհարկե հետաքրքիր է որքանով է ծանոթ եւ առհասարակ ծանոթ է թե ոչ հայկական երաժշտությանը կամ հայ երաժիշտներին։ Do you have any idea about Armenian music, Armenian musicians and so on?
Well, we were talking before that there is a musician that Nika worked with that I met in the past, and I know his music. He's called Arto. Well, we call him Arto Tunç. Tunç Boyacan. Right. And that I know him, and I really love his music. And now, of course, with the Armenian musicians that we are going to work with, they send us material, so we listen to this, and so yeah, I don't know much. I heard this music, and yeah, it's. Ասում ենք հայերի մասին կարծիք ունի առաջին հերթին, որտեվ անձամբ ճանաչում Արտոյին, Tunç Boyacan, գիտի ինչ բարձրակարգ երաժիշտ է, եւ ասում է այս երկու երաժիշտները հայ, որոնք պետք է միասին, որոնց հետ պետք է աշխատեն, իրենցից ստացել են նոտաները, երաժշտական նյութերը եւ շատ լավ տպավորություն ունեն։ Իսկ ինչպես եք այդ ստեղծագործությունները ընտրել համերգի համար? How we have chosen the program. You can say a couple of words and me, of course. Okay. Yeah, so we have taken one part of the repertoire of our group, of Liber Django, and then they proposed other Armenian songs, like Kapustin. And, Kapustin is not Armenian. He's not Armenian. He's Russian. Oh, really? No, of course, he's not Russian. He's Jews. Okay. Jew, yes, but yeah. So you can do the rest before I make other mistakes. Yeah. No, it's not mistake. No, it's գիտեք ինչ, այստեղ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ուրեմն Կապուստինը մի յուրահատուկ կոմպոզիտոր է, որը լրիվ խենթ հանձնավորությունն է իմ կարծիքով, որտեղ նա երաժշտությունը ոտից գլուխ խենթությունն է, բայց այդպիսի վիրտուոզ դաշնամուրային երաժշտություն, որը նա է ստեղծել, մենք Հայաստանում ավաղ ծանոթ չենք, ոնց որ ժամանակին ոչ մեկը չգիտեր ով էր Պիացոլան։ Պիացոլան արդեն Հայաստանում դարձավ լրիվ հարազատ երաժշտություն, կոմպոզիտոր, նույն ձևի մենք հիմա մեջտեղ կբերենք Կապուստինին, որտեղ հավատացեք, սա անհավատալի, յուրահատուկ կոմպոզիտոր է եւ ես առաջարկեցի Տոլգային, որպեսզի ինքը աշխատի Կապուստինի գործերից մեկը ընտրի եւ իր արանժիրով կանանի եւ մեր տղաները կմիանան եւ իհարկե մեր տղաներն են պատրաստել են մի շարք հայկական գործեր, որ իրենք ուսումնասիրել են եւ այսօր առաջին փորձը կլինի, կտեսնենք ինչ կստացվի։ Շատ լավ։ Եվս մեկ լավատես եմ։ Ահա, հիշեցնենք, որ մայիսի 14-ին Արնո Բաբաջան համերգասրահում կկայանա Art երաժշտական նախագիծը, որպես այսպես բացատրություն հայկական եւ իտալական երաժշտական միավորումը կլինի եւ առիթ կլինի նման երաժշտություն վայելելու։ Իսկ հնարավորություն կա այդ առիթ նախագիծը շուտով օրինակ մեկնել Իտալիա եւ այնտեղ համերգ ունենալ։ Do you think there is possibility to have a RIT project in Italy, not only in Armenia like this time? Yeah, I guess so. It doesn't depend on me, but... it depends on you too, by the way. I hope so. Ամեն դեպքում, եթե սկսել ենք այս ծրագիրը, եթե հույսով եմ, որ սպասումները կարդարանան, համերգի օրը ինձ համար կոնե, մենք կունենանք վերջին հաշվով են նյութերը, որով կարող ենք ներկայացնել խումբաշխարհին։ Մենք հիմա ոչ մի բան չունենք։ Ունենք առանձին ձայնագրություններ, բայց միասին ոչ մի բան չունենք։ Դա մենք վստահ ենք, որ այսօրվա ձեր առաջին փորձը շատ հետաքրքիր կացնի։ Չգիտեմ, իմ կարծիքով հետաքրքիր պիտի լինի, ես նույնիսկ ներկա կգտնեմ փորձում, որոնց փորձին։ Իսկ մայիսի 14-ին արդեն հանդիսատեսը կկարողանա գալ եւ վայելել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ And we speak about concerts that people will come and let us hope enjoy your concert. Ու վստահ ենք, որ սա ձեր վերջին այցը չի լինի նաև Հայաստան, այսպիսով կշարունակվի նաև հաջորդի համագործակցությունները։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, անցնենք շարժվենք առաջ երաժշտական դադարով եւ վերադառնանք։